Ինչից եմ ենթադրում, որ բավականին այսպես սահմանափակ գիտելիքներ ունի կամ ուղակի գումարով չի ուզում ինչ-որ դրսևորել իր գիտելիքները։ Ստեփանն ասում է, այ եկեղեցին սարքել են մոնարխիա։ Այո։ Բայց հենց դիլենի մոնարխիա, չէ՞։ Ու ասենք ինքը խոսում է Գրիգոր Լուսավորչի գահի մասին, Գրիգոր Լուսավորչի գահակալի մասին, որի ամբողջ ատրիբուտիկան մոնարխիստական է։ Լրիվ, աբա։ Քահանան ինքը թագ է կրում եկեղեցում։ Քահանան ինքը այդ թագավորական իշխանությունը ստացել է, ինքը իր համայնքում ըստ էության մոնարխ է։ Եթե դու որպես այդ համայնքի մոնարխ, որպես այդ համայնքի թագավոր, թագակիր, թագավորական իշխանությամբ, քո թագավորական իշխանությունը ծախել ես։ Ու մարդկանց ասում ես, դա կարող է մոնարխիա։ Աննա Հակոբյանի համար գիդի ծառայություններ մատուցելու խաթր ուրացել ես սրբությունդ, հորդ, օծումդ, ձեռնադրությունդ։ Ընդ որում հիմա էլի շատ մեկ միշտ երբ որ զգացմունքային խոսում են, ես մի փորձում եմ անձնական նամակներով մանավանդ մեր դաշտի մեր գաղափարակիցներին գրել զգուշանան, օրինակ հիմա շատ հաճախ ասում են մատնիչ, ինքը մատնիչ չի, ինքը չի մատնել իր եղբայրներին։ Մատնիչը գոյություն ունեցող հանցագործություն է, գնացել է, ասել է, գիտեք, մատնել է։ Մատնիչ չի, բանսարկույ է։ Որովհետև ես բացառում եմ, որ Արագածոտնի թեմում եղած լինի վերջերս ասինից Տավուշի թեմում, որ հենց թեմի առաջնորդներ իր դեմքով սրբազան պայքարը առաջնորդում, չի եղել որևէ պահը, որ որևէ մեկին ստիպեն գնալ մասնակցել սրբազան պայքարի որևէ ցույցի եւ ավելին ասեմ, լիքը մարդ էլ չի մասնակցել հենց Տավուշի թեմի աշխատակազմից ու շարունակել է մնալ հարաբերությունների մեջ սրբազանի հետ դատերին օրինակ գալիս են։ Ես հիմա մարդիկ կան, որոնք սրբազան պայքարի ցույցերին չէին գալիս, բայց Բագրատ Սրբազանի դատավարություններին գալիս են։ Հա, օրինակ ցույցի ինչ որ բանի հետ համամիտ չեն եղել, բայց դա չի բերել նույնիսկ անձնական թշնամանքի ուր մնաց բերեր ինչ որ ռեսուրսի կիրառման պարտադրանքի։ Հետո քահանայի ու եպիսկոպոսի հարաբերությունը, այդ վերադասի ու ստորադասի հարաբերություն չի, դա հոր ու որդու հարաբերություն է։ Ու այդ իմ ու Բագրատ Սրբազանի, իմ ու Վեհափար Հայրապետի հարաբերությունը հոր ու որդու հարաբերությունը է։ Վեհափար Հայրապետն իմ հայրն է։ Եվ մեր բոլորիս։ Հիմա իրենք տեղով լույսել դառնան, որևէ առաքելական եկեղեցու զավակ, որը առաքելական եկեղեցուց տեղյակ է ընդհանրապես, առաքելական եկեղեցու վարդապետությանը տեղյակ է, չի կարող ու չի ընդունելու ստյոպի կատարած որևէ արարողություն, որովհետև հասկանում է, որ լավ, ես իմ փրկությունը չեմ կարող կասկածի տակ դնել։ Թեկուզ եթե շատ այսպես հմայված լինեմ, չգիտեմ ինչով, բայց ինչ որ բանով ստյոպի պարագայում։ Այս պարագայում երևի ավելի շատ Նիկոլով հմայված, իսկ ստյոպով միջնորդավորված։ Այսինքն Նիկոլը հիմա իմ ընկալմամբ է իր խարիզման, որ ինքան շուրջ ինչ որ լսարանում ունի, ցավոք ինքը կոնվերտացնում է հոգևոր բանի վրա, ուղղության վրա եւ հանդես ագի անընդհատ ինչ որ սաղմոսներ է ցիտում, անընդհատ ինչ որ վերլուծություններ անում սեփական։ Աղանա, միանշանակ ես նայ զգում եմ, էլի ես ոչ տեղեկություն չունենք, բայց ես եկեղեցած զգաց եմ։